Կվանտային ինտերֆերենցիա հետաքրքիր բաժին է, շատ մեծ տեղ է գրավում ինտերֆերենցիան կվանտային ինֆորմատիկայում։ Սկսենք երկճեղքվածքային փորձի հիշման կամ քննարկման մասից։ Եթե չեք մոռացել, պայմանավորվենք, եթե ունենք երկու ճեղքվածք, սենց վերցնենք, ստեղ էկրան է ինչ-որ և ստեղ բարձա ինտերֆերենցիա է երևում, ստեղ էլ լույսի կամ էլեկտրոնի աղբյուր է։ Մենք պայմանավորվել ենք, եթե այստեղ կա դիտարկող ուրիշ բան է ստացվում, սա չկա երևի, սենց վերցնենք, եթե դիտարկող չկա, ապա ուրիշ արդյունք է ստացվում, այսպիսով, եթե էլեկտրոնը ենթադրենք երկու ճեղքով գնում է, անցում է կատարում, ապա ինքը տալիս է ինտերֆերենցիոն հիմք, ինչ է ինտերֆերենցիան, արդեն գիտենք, ալիքային հատկություն ունեցող մատերիան, ինքը ինտերֆերենցիոն հատկություն ունի, եթե անցնում է, չափերի հետ կապված անցումում է գնում, հիմա, եթե երկճեղքվածային է, ապա ինտերֆերենցիա առաջանում է գումարելով ալիքները կամ հանելով, նորմալ է, ինտերֆերենցիա այդպես էլ պետք է լինել, նու սենց երևի ես լևի գցենք, և ավելի շուտ այս գծածը կլինի էկրանի վրա, ոնց համարենք, լավ, սա էկրանն է, ենթադրաբար երկարոտ, սա էլ ինտերֆերենցիա է, հիմա, սա այդքան առաջնային չէր, մենք Հեյզենբերգի անորոշություն ենք անցել, ինչ որ տեղալիքային ֆունկցիա դեռ դրա մասին կխոսենք, բայց ինտերֆերենցիան շատ լուրջ է և կլասիկայում նորմալ է, կլասիկայում ինտերֆերենցիան ինչ է ասում, կլասիկայում ինտերֆերենցիան ասում է, որ եթե մենք ալիքային հատկություն ունեցող անցնում ենք որևէ ճեղքով, որևէ տեղով, ապա նրանց հավանականությունները գտնվելու, եթե երկճեղքայինն է, ապա նրանց հավանականություններով բաշխվում է ինտերֆերենցիոն նկար, սա ֆիզիկայի հիմք է, փորձից ստացված արդյունք է, ինչն է հետաքրքիր, եթե հանկարծ հիշենք Հեյզենբերգին, ասենք հանկարծ ինչ-որ մի հատ դիտող առաջանա այստեղ, ապա այս դիտարկողը, եթե դիտարկողի տեսակետից ենք նայում, այս դիտարկողը եթե նայում է, ապա ինտերֆերենցիոն պատկերի փոխարեն մեզ մոտ կստացվի բացարձակ երկու գիծ, եկեք այդ գծերը կարմիրով անենք, որ մեզ այսենց մի գիծ և երկու գիծ, այսինքն, եթե դուք նայում եք մասնիկին, սպին կամ վերև է կանգնում կամ ներքև, եթե երկու ճեղքով է գնում, և ստեղ կամ էստեղ է, կամ էստեղ, այսինքն երկակիության տեխնոլոգիան է, սա հզորագույն փորձերից մեկն է, որ երբևիցե մարդկությունը կարողացել է հասկանալ, դիտողի, դիտել չի նշանակում դիտել, դիտել նշանակում է նրա վրա փոխազդել որևէ, ասենք, ալիքով, որևէ մատերիայով, իսկ այդ ազդեցությունը մենք կանցնենք դեկագերենցիա, կտեսնենք, որ ազդում է միկրոաշխարհի վրա, ինչևիցե, ահա մենք երկճեղքային հատկություն ունեցող, ալիքային հատկություն ունեցող էլեմենտները, նույնիսկ էլեկտրոնը ուղարկում կրակում ենք, նույնիսկ մեկ էլեկտրոնը մի հատ կրակելով տարբեր ճեղքերով է անցնում, եթե դիտում ենք երկու հետք է մնում, եթե չէ ալիքային է կանում, հիմա, կլասիկ աշխարհում, ջուր օրինակ, երկու ճեղք դրեք և ալիքներ առաջացրեք, ինքը հավանականություններ է բաշխում ալիքի վերջավորության վրա, այսինքն այդ ալիքի մասնիկների ինֆորմացիան ձևավորվում է կամ այդ մասնիկների գումարվելու կամ հանելու տեխնոլոգիան առաջանում է ըստ հավանականության գումարվում է կամ հանում է, պարզակ, ուրեմն կվանտային ինֆորմատիկայում նորություն կա, տեսեք, եթե սովորական մակրոմիրում մեզ մոտ տեղակայությունը, այսինքն որտեղ կգտնվի ալիքը, հավանականությունները պատկվում են էկրանի վրա ինտերֆերենցիայով ձևով, կվանտային ինֆորմատիկան նորություն ունի, նորից եմ ասում, նորություն, դե մենք կվանտային ինֆորմատիկայի տեսակետից պետք է նայենք ամեն ինչ, այսինքն կվանտային ինտերֆերենցիան մեզ շատ է պետք գալիս հենց այս ինֆորմատիկայում, նա ոչ թե
տեղակայություն, հավանականություն, հարաբերություն, այսինքն տեղը որոշվի ինտերֆերենցիայի, չէ։ Քվանտային մեխանիկայում ինտերֆերենցիայում գումարվում է ոչ թե մասնիկի գտնվելու տեղը ու նրա հավանականության ցուցադրությունը, ոչ։ Նորություն եւ սա կլինի շատ մեծ գործիք, դեռ սպասեք։ Գումարվում է մասնիկի սուպեր դիրք, որ անցել ենք, Հեզենբերգի անորոշություն, դեռ տեղը որոշված չի, դեռ 0,1-ը որոշված չի, դեռ դրամը օդում է պտտվում ուժգիր լինելը, սուպեր դիրքի ամպլիտուդները, կարևոր բառ է։ Մեզ հավանականային աշխարհում AB-ն, եթե հիշում եք, ալիքային ֆունկցիայում AB քառակուսիները հավասար է 1-ի, դա ամպլիտուդաներն են։ Եթե տարածքում y տարածք չկա, մենակ z-x-ն է, ինքը կոմպլեքս թիվ չի ունենում։ Ինչևից է անցել ենք անցել։ Սուպեր դիրքի ամպլիտուդները, որը նույնպես հավանականություն է, պարզ է, եւ պարզ է, այդ ամպլիտուդները գումարվում, հանում, բաժանում, բազմապատկվում են միայն չափումից քառաջ։ Հենց որ այս դիտարկողը, այս մարդը, այս աչքը, որը այդքան ժամանակ նշեցի կամ նշում եմ կամ կնշեմ, այս աչքը հենց դիտում է, ինքը դիրքը արդեն այդ հավանականային տեխնոլոգիան, ամպլիտուդնի տեխնոլոգիան էլ չկա, նա 0 կամ 1 է, պլյուս մինուս, վերև ներքև, չկա, այդ ամպլիտուդը որոշվեց արդեն տեղակայված համակարգում։ Ինչևից է, ուրեմն այս ամպլիտուդների օգտագործման հնարավորությունը ահավոր նորություն է, ահավոր, քվանտային ալգորիթմերի արդյունավետությունը բարձրացնելու համար։ Տեսեք ինչ լավ գաղափար կարող եմ ասել, ու դա լինելով, ու դուք ծրագրավորողներ են սրա էլ աշխատելու եք։ Ընդհանրապես քվանտային ծրագրավորման ժամանակ մի չափումով, մի փոխանջատիչով, մի տրամաբանական անցումով ոչինչ չի ստացվում, աշխարհը հավանականային է, կարող 1,000-ից լինի, բայց այդ 1000-ի ձեռնգնեք։ Կարող 50-50 լինի, որ ադամառայով է ստացվում։ Ինչևից է, ուրեմն եթե մենք ալիքային, ասենք ինտերֆերենցիոն ուղղությունը օգտագործենք, ապա ալիքների գումարվելու եւ հանվելու տեխնոլոգիան, որի անունը կդնենք դեստրուկտիվ, եթե ալիքները հանվում են, իրար մարում են, ջրի մեջ տեսնեք, եւ համարենք կոնստրուկտիվ, եթե ինքը գումարվում է, օպե տերմին է, կոնստրուկտոր, դեստրուկտոր, ոչ մի կապ չունի այստեղ, տերմին միայն, ուղղակի։ Տեսեք, ուրեմն քվանտային ինտերֆերենցիայի արդյունքում ստանում ենք քվանտային վիճակների ամպլիտուդներ, կոմպլեքս թվեր են միանշանակ, կոնստրուկտիվ կամ դեստրուկտիվ ազդեցություն եւ ինչ է ստացվում, մենք այդ ամպլիտուդների հետ ենք սկսելու աշխատել։ Պարզ է, ուրեմն եթե մենք ցանկալի արդյունք ենք ուզում ստանանք, մանիպուլյացիա ենք անելու, այսինքն ոնց ասեմ, ուղղությունը, լավ լուծման ուղղությունը ուղղորդելու ենք ու 1000 անգամ չափելուց հետո լավ լուծումը անընդհատ բերելու է մի մեծ արդյունքի, որը հավանականային համարյա կլասիկին մոտենում։ Ինչևից է, այս մանիպուլյացիան մեզ պետք է գալ, դեռ չգիտենք ինչա, բայց մենք գիտենք, որ անորոշ վիճակում գտնվելով, սուպերպոզիցիայում գտնվող էլեմենտը, միկրոմասնիկը, կարող է, ուրեմն քվանտային ինֆորմատիկայի տեսակետից ենք նայում, որ կարող ենք ինտերֆերենցիա ստանալ եւ օգուտ ստանալ, չգիտենք դա ինչ է։ Մենք այսօր կտեսնենք օրինակում ինտերֆերենցիան ինչպես են ստանում հրամանով։ Ինչևից է, բայց գծագրում նշված է, օրինակ, եթե այս երկու ալիքները համահունչ են, նրանց ամպլիտուդները մեծանում են, գումարվում են։ Եթե հակառակ են, ֆազաները տարբեր են, ապա մարում են եւ մի գիծ է ստացվում, այսինքն դեստրուկտիվ եւ կոնստրուկտիվ հարաբերությունը կբերի նրան, որ մենք ստանալու ենք արդյունք, ըստ արդյունքի փորձելու ենք աշխատել իր հետ։ Ուրեմն կոնստրուկտիվ ինտերֆերենցիա արդեն գծագրում կա, գումարվում են, ստացվում են ամպլիտուդներ, նույն ֆազա, արդյունքը մեծանում է։ Եթե դեստրուկտիվը եւ ֆազաները հակառակ են, ապա մարում են։ Պարզ է, եթե քիչ է, ապա քիչ է, եթե մասնակի է, ապա մասնակի է։ Փոքր ամփոփում, բայց հիմա մենք ծրագրով սա ցույց կտանք, բայց այս փոքր ամփոփման ընթացքում մենք կորոշենք ամենակարևորը, եւս մի անգամ ասել, որ ոչ թե ինտերֆերենցիան մեզ մոտ տեղակայման հավանականությունը, սովորական, ասենք, ինտերֆերենցիոն գծեր, ոչ։ Այստեղ
սուպեր դիրքի ամպլիտուդների ուրեմն գումարման եւ հանման էլի հավանականություն է, բայց սուպեր դիրքի կոչումը ամպլիտուդների տեխնոլոգիա մտնում, նորություն է միկրոաշխարհում մեծ ինֆորմատիկներից այսպիսի օգնություն է գալիս։ Եթե ամփոփենք, ինտերֆերենցիան քվանտային ալգորիթմների հիմնական մասերից է եւ նա կարող է, եթե մենք ճիշտ օգտագործենք, մարել դա լուծման հետ է կապված, ասենք այս լուծման այս ճանապարհը մարել եւ ամրապնդել ճիշտ լուծումները եւ քվանտային ծրագրավորումը սիրում է շատ մեծ քանակով փորձարկում, այսինքն 1000 անգամ սխեման պետք է աշխատի, նոր մենք խելքի կգանք 10,000 անգամ, 100,000, միլիոն անգամ, կապ չունի, դա կախված է կոմպրոմիսային, ժամանակային ճշտության մաթեմատիկական խնդրի կարճ ասած ցուցադրում։ Ինչևից է մարել եւ ամրապնդել տեխնոլոգիան ինտերֆերենցիայի շնորհիվ, որ միկրոաշխարհում կա, բայց հավանականային ամպլիտուդներ են կոմպլեքս թվերով, մենք կուղղորդենք ուր կյուբիտներին, ուր քվանտային կոմպյուտերներին, ուր լուծում ստանալուն, ուր արագագործ լուծում ստանալ, կոմբինատորիկ խնդիրը լուծելու հնարավորությամբ։ Ի տարբերություն դասական հավանականության, քվանտային ինտերֆերենցիան գործում է կոմպլեքս ամպլիտուդների հիմքի վրա, համարյա անգիրար եք, համարյա։ Վերջ, մի գաղափար, ուրիշ ոչի բան չկա այստեղ, ինտերֆերենցիան մեզ օգնելու է, սուպեր մասնիկը ուղղորդվի մեր միջոցով, մեր գործիքների միջոցով լավ լուծումները բերել առաջ, վատ լուծումները մարել, վերջին հաշվով կվերանան, կջնջվեն վատ լուծումները, սխալ լուծումներ, վատ չէ, սխալ։ Կյուբիտի պրոբլեմն է, որ նա հավանականային է, ինչու՞, դե միկրոաշխարհն է հավանականային։ Սկսենք օրինակներից։ Միանգամից։ Սա օրինակի դաս է, բայց ինտերֆերենցիան որպես գաղափարախոսություն մի նախադասությունով անպայման պետք է տալ։ Իմ մոտ, եթե դուք չեք մոռացել, էմուլյացիա գնալ, այսինքն առաջի կանչը կարող է դանդաղ լինի, ես մի հատ աշխատացնեմ, այսինքն ես քվանտային կոմպյուտեր տանը չունեմ։ Ոչ էլ ես օգտվում եմ cloud-ից, որը քվանտային կա։ Ես իմ տան Visual Studio-ից եմ օգտվում, որտեղ QSAR-փով ծրագիրը գալիս է, 0 տվեց։ Նորից աշխատացնենք։ Էլի 0 տվեց։ Ես ի՞նչ է կատարվում։ Մի հատ էլ 0, 3 անգամ 0։ Եկեք հասկանանք։ Այս մասերը արդեն ասել ենք, մեզ մոտ functional mass operation ենք անվանել, վերադարձնող result-ը տալիս եւ այլն, առաջի հրամանը ես ունեմ մի հատ qubit։ Չմոռանաք, qubit-ը 0 է կանգնում, բայց կանգնում է քվանտային 0, այսինքն իրան քվանտային փոխանջատիչների մեխանիզմը կամ հրամանները կաշխատեն։ Վերջ, սա 0 է, իսկական 0 է, ինչքան է չափեք 0 է։ Եթե սիրան աշխատացնում եմ, 0 էլ տալիս է, 0 էլ մնաց, ինչ է ուզում ինձնից։ Պատասխանեմ։ Ես մի հատ ադամար եմ անում, կարող եմ երկրորդ ադամարը չանել։ Սուպեր դիրք եմ դնում։ Մի հատ էլ որ ադամար անում եմ, կոչում է ինտերֆերենցիա ստեղծել, այսինքն ստիպել քեշ տված ապրի, 0 էլ մնաց։ Սուպեր դիրքը, քանի որ ադամարը հակադարձելի է, այդպիսի բան կա, իրան նորից կիրառելով գալիս է հին արժեքին, ապա հենց այստեղ եթե դժվարություն կա, անգիր ենք անում, ադամար 2 անգամ օգտագործել, նշանակում է քվանտային ծրագրավորման մեջ ինտերֆերենցիայի կիրառություն։ Պարզած հաջորդը մենք չափում ենք անում, ոչ մի խնդիր, qubit-ը, ուրեմն եւ request ենք անում, վերադարձնում ենք qubit-ը համակարգին։ Իսկ չափում է գրենք չափում է, որ ավելի ճիշտ դուրս գա, չափում է։ Հիմա շարունակենք։ Չափում է։ Հիմա նայեք։ Այդտեղ էլ ասելու բան չկա, ուղղակի մի հատ ադամար եթե ես հանեմ եւ աշխատացնեմ, ինչ արդյունք կլինի, չգիտեմ։ Դանդաղություն էմուլյացիայի նշանը, ուղղակի դրեց։ 1 տվեց, այնի 0 էր ոնց որ ճիշտ է։ Մի հատ էլ 1 տվեց, մի հատ էլ 0 չի տալու, վերջ։ 0, վերջ։
Ես կարողացա ապացուցել, որ սա 50%-անա 0, 1, 0, 1, 0, 1, այո, Ադամարը աշխարհի ամենաարդար ղուժգիրն է։ Ուրեմն, եթե կրկնակի ենք օգտագործում, ինտերֆերենցիա անում, ուժեղացնում է լուծումը, բերում է հետին, եւ ստացվում է, որ 100%-անոց արդյունք ստացանք։ Հենց սա կոչվեց ինտերֆերենցիա։ Շատ լավ, գնանք առաջ։ Ուրեմն, այստեղ եկեք այդ իմ լեկցիան նորից ճշտացնեմ։ Ինչ պատճառով սխալ է եղել։ Գնամ առաջ, երկրորդ օրինակն, ուստեղ արդեն գրված է, որ ժրոյի հավանականությունը ինչպես է կատարվում։ Երկրորդ օրինակը, եկեք նայենք, հիմա մենք փորձենք փորձարկումները շատացնել։ Խնդրեմ։ Կարդալու բան չկա, ընդամեն ունեմ one count, zero count, այսինքն 1-ն ու 0 տարբեր քանակով մենք պետք է ստանանք։ Հիմա փորձեմ 1-ից n 100 հատ, ինտերֆերենցիա եմ արդեն սովորել ենք, չափում եմ անում, եթե 0-ը 1-ով ավելացնել, եթե 1-ը 1-ով ավելացնել եւ ռեզուլտատը ստանալ։ Հիմա չափումների քանակից ելներով մենք այս շուտով կշեշտենք, կտեսնենք ինչ է կատարում այս աշխարհի երեսին եւ կտեսնենք, որ 100 չափման ժամանակ հավանականությունները մեր կողքը կկանգնեն։ Այսինքն մենք այս հավանականությունների աշխարհ ենք։ Տեսեք, 100 անգամից after 100 0-ն 100, նույնիսկ միլիոն անգամ անելուց այս հավանականային աշխարհ ինտերֆերենցիայի double Ադամարի պատճառ ինք ինտերֆերենցիան լրիվ կանգնեց մեր ուզածը, այսինքն մենք իրական լուծումներ ստացող ենք հավանականային միկրոաշխարհի ձեռնընկած։ Շո տվեց 0-ն 100 անգամ, 100 փորձի, նույնիսկ մի փորձով չի։ Ինձ օգնեց ինքը։ Մենք այստեղ էլ խոսելու բան չունենք։ Բարդացնենք օրինակը։ Բարդացման արդյունքում մենք ստանանք նոր կոդ, մենք փորձենք ֆազային շեղումով, կարող ենք էլ չանել, արդեն դասը ավարտված կարելի է համարել, փոքրացնեմ մի քիչ, տեսեք, այդպես կոնվերտացիա ունեմ, որովհետև ես ունեմ integer-ից double, կտեսնենք, որ ամբողջները լինի, եւ այլն, մաթեմատիկա ունեմ, պարզ է իր հրամանները, անունի տարածքներն են, սա open-ա կոչվում, qubit ունեմ մի հատ, Ադամար եմ անում, եւ ես ֆազային շեղում եմ տալիս, ահա ֆազային տեղաշարժ անցել ենք վերևները, մեկի վրա կատարվում, R1, R-ն ու R1-ը համարյա նույնն են, ուղղակի R1-ը ֆիքսված է լինում, R-ը որքան գիտեմ, բան է, ցանկացած անկյունով, այստեղ էլ է ցանկացած անկյունով, մեկ պայմանավորենք չխորանանք, R1-ը, R-ը հրամաններ են, նույն կարգի ֆազային շեղող, T ունենք, S ունենք, որ արդեն 2π, 1π, չեմ ուզում այդտեղ գնամ։ Ես անկյունները ձեռքով կտնամ։ Ուրեմն սա վերցնում է թետա, qubit, իմ qubit-ն է վերցնում, թետան է վերցնում, թետան կվերցնի այստեղից, ուրեմն սա ֆունկցիա է, դեռ start-ը չի, start-ը այստեղ է, start-ը աշխատում է, վերցնում եմ, դեռ չենք անցել վեկտոր, վեկտորի անդամները դնում եմ 0, պիկես, պի, 2, 3, 2 պի, այսինքն 4 ուղղություններով վազվզում եմ։ Եվ for each եմ անում, կամ for եմ անում, դեռ չենք անցել, for cycle եմ անում, վերցնում եմ ստեղից 4-ից, mutable-ը տիպիզացված լեզվի նման count-ը 0 եմ անում, let's team տալիս եմ 100 եւ տալիս եմ 0-ից 1-ը, ուրեմն for եմ անում 1-ից t 100 անգամ, այդ ֆունկցիան թետայով աշխատացնել եւ մեկով գումարել, այսինքն ես այս տարբեր reset եմ անում, այսինքն 0 սարքում եմ պլյուս 1-ով, reset եմ անում, այսինքն res եմ վերցնում, որպես այդպեսին։ Հիմա, եթե ես իրան աշխատացնեմ, ուրեմն տեսեք, այստեղ 0 հավանականությունը հիմա մենք կնայենք, ահա մեծացնենք, հոյակապ արդյունք է ստացվում, եթե 0-ը անկյունը, ինքը հավանականությունը լրիվ 1 է, այսինքն միշտ 0-ը կանգնում, եթե բլոխի սֆերայում նայենք, միշտ z-ում 1 է, միշտ վեկտորը միշտ վերև, միշտ վերև, միշտ վերև։ Եթե ես ֆազային շեղում եմ տվել, երկրորդը որն էր, մի հատ նայենք, երկրորդը, պի կեսն է, հետո պին է գալիս։
Այսինքն, եթե ես ֆազային շեղում եմ տվել պիկես, այդտեղ տված է ամբողջ թվերով, 0-ի հավանականությունը համարյա 0.5, այսինքն 50%, այդպես էլ անցել ենք, որ եթե պարկած է ինքը XY առանցքում, եթե Y-ը չկա, կոմպլեքս թիվը չկա, ապա ինքը պարկածը ադամարայի 0.5-ն, այսինքն պարկած ոչ Z-ը ոչ վերև, ոչ ներքև, հավանականությունը 50-ը, մենք ֆազային շեղում ենք տվել, պարկացրել ենք բլոկի սֆերայում եւ ստացվում է, որ ինքը հավանականությունը 0.5 է։ Հիմա 0-ի հավանականությունը բացարձակ չկա, կյանքում 0 չեք տեսնի, եթե ես սարքեմ ուրեմն 0 պիկես պի, այսինքն պին իջեցնում ենք ներքևի բևեռ, 0 կյանքում չի գա տարբերակն է, այսինքն ներքևի բևեռում միշտ մեկ տարբերակն է, այսինքն 0-ի հավանականությունը եթե 0 է, 1-ը 1 է, 1 է, դրա համար ստացվում է այդպես, եւ եթե ես հանկարծ էլի պարկացնեմ հաջորդ հավանականությունը 2/3 պի, էլի կգնա 3/2 պի, ապա ինքը կգնա բլոկի սֆերայում, էլի կկանգնի Y-ին, X-ին հավասար, բայց մյուս մինուսի, ասենք X-ին հավասար, բայց մյուս Y-ը ստեղ չկա, կոմպլեքս թիվը դեռ կարող ենք չվերցնել եւ կունենանք այդպիսի հավանականություն։ Արդյունքը եւս մի անգամ ցուցադրենք, թե տանկյունը փուլային տեղաշարժ է կոչվում կամ ֆազային տեղաշարժ է կոչվում, 0-ի հավանականությունը 100% է, եթե ինքը պարկած է պի-ը 180 աստիճանով, դեստրուկտիվ ինտերֆերենցիա է գնում արդեն, միշտ 1-ն է կանգնած, 0-ն չկա երբեք, ուրեմն ինտերֆերենցիայի դեստրուկտիվ կար եւ կոնստրուկտիվ կար, այսինքն ինտերֆերենցիան ոնց է գնում, եւ պարզ է 50%-անոց 3/2 եւ պիկեսում 50%-անոց մոտավորապես։ Ծրագիրը ապացուցեց ինտերֆերենցիա, այսինքն քվանտային ինտերֆերենցիայի օգտակարությունը, որ մենք լուծումները ֆազային շեղումով կարող ենք շեշտակի լավացնել եւ կարող ենք շեշտակի մարել վերջին հաշվով ցանկալի կոմբինատորիկ խնդրի լուծումը ստանալու համար։